Բարև ձեզ հարգելի հետևորդներ։ Եթերում ժամանակն է խոսել հաղորդաշարն է եւ տաղավարում հյուրընկալում ենք հասարակական քաղաքական ակտիվիստ, նախկին պաշտոնյա, որում բարձրաստիճան պաշտոնյա Էդգար Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Նախ շնորհակալություն, որ շատ խառը իրավիճակում, որում դուք գտնում եք վերջին 3 տարիներին թերևս, եթե ոչ ավելի, այսօր ժամանակ եք գտել մեզ համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Ղազարյան, դուք այն անձնավորությունն եք, որը ի վերջո համարձակություն ունեցավ կամ կամք դրսևորեց եւ նախաձեռնեց անվստահության գործընթաց ՀՀ վարչապետի նկատմամբ այսօրվա դրությամբ այս impeachment կոչված գործողության ընթացքը որն է եւ ինչ առանկար եք տեսնում։ Դե այդ մասին ես վաղուց որ խոսում եմ, դեռևս 2022 թվականի օգոստոսի 23-ից, երբ որ Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել եւ սպառելով ըստ էության Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու մյուս հնարավոր տարբերակները, որոնք կարող են լինել իր հրաժարականը կամ իրավապահ մարմինների կողմից վարույթ նախաձեռնելը, միակ իրավական մեխանիզմը սահմանադրական նրան իշխանությունից հեռացնելու դա ազգային ժողովի կողմից անվստահություն հայտնելն էր։ Ցավոք սրտի մեր պատգամավորները այդ հարցում որոշում չունեն եւ 22 թվից այդ հնարավորությունը ունեն օգոստոսի 2-ից 22 թվականի, այս տեսնում ենք արդեն ինչքան ժամանակ անցել եւ ազգային ժողովում պատգամավորները դա չէին նախաձեռնում, չէին ձեռնարկում տարբեր պատճառներով։ Երբեմն պատճառաբանում են, որ դրա համար պետք է մարդկանց ժողովրդի մեծ բազմություն, աջակցություն, բայց պարզվեց, որ դրա պարագայում էլ դա չեն անում։ 2022 թվականի սեպտեմբերին ազգային ժողովի դիմաց հսկայական բազմություն հավաքվեց մարդկանց Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարություններից հետո իրենք դա չարեցին։ 2023 թվականին Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հանրապետության հրապարակում ինքնաբուխ տահարսնյակ հազարավոր մարդիկ հավաքվեցին, եւ իրենք անվստահության գործընթաց չնախաձեռնեցին։ 2024 թվականին Սրբազան պայքարի շրջանակներում աննախադեպ թվով մարդիկ հավաքվեցին Բագրատ Սրբազանի կոչով հանրապետության հրապարակում նորից անվստահություն չնախաձեռնեցին։ Ինձ համար խիստ անհասկանալի է, այսինքն ի՞նչն է պատճառը, ինչի դա իրանք չեն անում, առավել եւս որ շատ քիչ ժամանակ է մնացել նրա պաշտոնավարման, եւ եթե թողնել Նիկոլ Փաշինյանի իշխանության ղեկին մինչեւ 26 թիվը, այսինքն մինչեւ հերթական ընտրությունները, նշանակում է հնարավորություն տալ նրան հերթական իշխանազավթում իրականացնելու եւ երկարաձգելու իր այս աղետաբեր մահաբեր պաշտոնավարման ժամկետը։ Դրա համար էլ ավելի ակտիվ նորից սկսեցինք այդ մասին խոսել, իսկ միացան նաեւ այլ գործիչներ, մասնավորապես նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը, որը ստանձնեց նաեւ որոշակի աջակցություն հանրային կապերի ապահովման, ավելի շատ հանրայնացման ֆունկցիան այս գործընթացի եւ ակամայից տենց ստացվեց պայմանական անուն ենք դրել, արդյուն ենք նախաձեռնությունը, որով ավելի ակտիվ ընթացք ենք հաղորդել այս process-ներին։ Հիմա նամակներով դիմել ենք ազգային ժողովի բոլոր պատգամավորներին դեռ ապրիլի 28-ից։ Արդյունքում կա խորհրդարանի երկու խմբակցությունների հայտարարություն դրա վերաբերյալ Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունների տարբեր բովանդակության։ Պատիվ ունեմ կողմը ցանկացած նախաձեռնության։ Կողմը խո հայտարարություն չի, բայց մեզ համար կարևոր է որ դա իրականում լինի, այսինքն իրանք կարային այդ հայտարարությունը չանեն, ավելի այդ հայտարարությունը չանեն, դրա փոխարեն տեխնազու առաջադրեն անվստահության գործընթաց սկսեին։ Մեզ իրանք հայտարարությունները չի որ հետաքրքիր է, մեզ հետաքրքիր է իրական գործընթացը, որը տանի դեպի նպատակի իրականացման, այսինքն վարչապետին անվստահության։ Թե չէ հայտարարել, որ մենք դրան շատ կողմ ենք, բայց չենք անում, դա չի բավարարում։ Հայաստան խմբակցության դիրքորոշումը առհասարակ տարօրինական դե նախապայմաններ են դնում մեր առաջ այս պահին այս շրջափուլում նման նախաձեռնություն որ փուլում պիտի անեին, բայ էլի որ փուլում պիտի անեն, ով է այդ փուլերի դասակարգումն ով արե, ով ասում որ հիմա լավ փուլ չի, պայքարա, եթե պիտի դուք հասանելիք պարտականությունը պիտի կատարես եւ ամեն ինչ պիտի անես որ դա արդյունք ունենաս, ինչ որ նախապայմաններ են դնում մեր առաջ, մաթեմատիկա են դրել 8 ստորագրություն, 6 ստորագրություն, ապահովեք սա մենք անենք այն տարօրինակ ինչ-որ բաներ է, որը որևէ ձևով ընկալելի չի։ Արդյունքում երկու պատգամավոր նախաձեռնել անվստահության գործընթաց եւ դրանք ամենաանսպասելին է։ ԿՊ-ից դուրս եկած պատգամավորներ են, բայց նրանք էլ աջակցություն չունեն ու իրանց վարկագիծն էլ անկեղծ ասած տարօրինակ։ Տեխնացուն առաջադրել են ոչ մի ջանք չեն գործադրում։ Այսինքն ով որ նախաձեռնությունը հեղինակել է դեմս Հովիկ Աղազյանի Հակոբ, ոչ թե պիտի հայտարարություն անեն, որ մենք տեխնացուն ենք նստեն,
այլ պետք է գնան, քննարկումներ սկսեն տարբեր падգամավորների հետ, ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունների, այլ նաև առաջի հերթին իրենց նախկին գործընկերների, որպեսզի լրացուցիչ մարդիկ միանա իրենց նախ, բայց ոչ մի քիչ չեն անում։ Հայտարարեն նստել են, այտենց չի լինի։ Հիմա մենք ակնկալում ենք, որ առաջիկայում այնուամենայնիվ Հայաստան դաշինքից ընդհանրապես հույս չկա, որ իրանք սեփական նախաձեռնություն կցուցաբերեն, իրանց հայտարարությունը հուշում է, որ իրանք նախաձեռնություն ցուցաբերող չեն։ Ասեմ ավելին հերթականին են սպասում եւ հերթականի ժամանակ նույնիսկ միասնական դաշինքով էլ չեն պատրաստվում հանդես գալ։ Ինչ կապ ունի ոնց են պատրաստվում, եկա պարտվելու են, ասեք պարշի մի անգամ արդեն պարտվել են, չէ՞, 21 թվին։ Հիմա ավելի վատ է, ով որ հիմա գնաց Նիկոլ Փաշինյանի հետ ընտրության, պիտի հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ղեկավար չի եւ նա ընտրություն չի կազմակերպում իշխանությունը ընդդիմախոսներին փոխանցելու համար։ Ամեն մի ընտրություն նրա համար առիթ է իշխանությունը զավթելու, իր իշխանությունը ամրապնդելու համար։ 18 թվին էլ այտենց եղել 21-ին եղել, հիմա ավելի վատ։ Ընդ որում այսօր էլ հանդես եկավ հայտարարությամբ, չէ, վարչապետը, որ այսուհետև, երբ ասեն Ռոբերտ Քոչարյան, ես ասել եմ կոռուպցիայի գործով մեղադրյալ, որը ժամկետ անցնեն ընդհանրապես կոռուպցիայի գործը։ Այդ ասում ասեք աշխարհի ամենամեծ կոռուպցիոները, հայ ժողովրդի պատմության ամենամեծ թալանչին։ Հիմա է այտենց ասում։ Ես շատ մեծ անհանգստություն ունեմ, որ նա նախընտրական շրջանում առհասարակ եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ մյուս Սեյրան Օհանյանի յուրը հանձնելու Ադրբեջանին։ Բայց մենք չենք լսում ինչ պահանջներ ունի Ադրբեջանը։ Ադրբեջանը մեր ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատախազը իրանց հայտարարել է, չէ՞ որ այդ գործով կա առանձնացված մաս, որով նախաքննություն է իրականացվում եւ այդ գործում մեղադրալի կարգավիճակ ունեն Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարարները, Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, ասում է Հիկմետ Հաջիևը դրանց այդ անվտանգության հարցերով խորհրդական նախագահ ինչ ասում է, եթե Հայաստան ուզում է երկարատև խաղաղություն, պիտի այն մարդիկ, ովքեր Ադրբեջանի իրավապահներից թաքնվում են Հայաստանում, նրանց պիտի հանձնի Ադրբեջանի իրավապահ։ Դուք որևէ մեկը մտածում է, որ կարող է Նիկոլ Փաշինյանը դա չանի։ Հələ իրանք հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը այդ ընտրության պիտի գնան։ Տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանը ինչ ծրագրեր ունի իրանց հետ կապված։ Հետևաբար այդ ամեն ինչ այդ խայտարակությանը ականատես չլինելու համար պետք է մի կողմ դնեն բոլոր տեսակետ իրենց անհիմն բացատրությունները, անհիմն մեկնաբանությունները լծվեն գործի եւ օգտվեն սահմանադրական այս միակ հնարավորությունից եւ անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Ղազարյան, այդքան միամիտ են մեր նախկին նախագահները, որ այսպես հանդարտ են այս հարցին վերաբերում եւ առիթից չեն օգտվում, որ սա թերևս լավագույն երևի շրջանն է եւ տարբերակն է սա անելու։ Իրանց միամիտ ելնելը կամ, չգիտեմ, խորաման կլնելու հարց չի ստե, իրանց դեմ արշավ է իրականացում։ Հիմա Նիկոլ Փաշինյանի համար ինչ տարբերություն Արցախի երրորդ նախագահի թե առաջին նախագահի, եթե առաջին նախագահը երրորդը ընդեղը առաջին ինչ պիտի ստե լինի։ Ընդ որում այսօր էլ կրկին հայտարարություններ տարածվեցին, որ որևէ ուրախացնող նորություն չեն կարող ասել այնտեղ գտնվող խաղաղությունների, ընդհանրապես անհետ կորածների բանի հետ կա։ Նորերին են հանձնելը, դուք կտեսնեք, ես վստահ եմ, որ սա ավելի կոշտ քայլերի է գնալ, բայց չէ, այտենց հավասար մրցակցային պայմաններով գնալու է ընտրություն, ժողովրդավարություն է մեր երկրում, գեժի դար է։ Պարզ չի, որ ինքը ավելի կոշտ, ավելի կոպիտ ալնելու իր գործողություններում, իր մրցակիցների նկատմամբ եւ բացառված բան է դրա։ Էլ չեմ ասում կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ է։ Հանձնաժողովի նախագահն իր օգնականն է եղել Վահագ Հովակիմյանը։ Հանձնաժողովի բոլոր անդամներին ԿՊ-ն առաջադրեն դրել։ Ֆինանսական վերահսկողության համակարգ երկրում գոյություն չունի, հատկապես իրաց կուսակցության Transparency International ասում է, ինչ փողեր ունեն, ոնց են անում, ինչ են ծախսում, ընդհանրապես ԿՊ-ի վերաբերյալ բացատրություններ չկա։ Դրա հետ միասին ընտրական օրենսգիրքը փոխել են, ցանկացած պահի կարող են ընտրությունների արդյունքները, երբ որ իրանց սրտով չլի, չեղարկեն երկրում արտակարգ դրություն հայտարարելու միջոցով։ Ընտրությունների արդյունքները կարող է բողոքարկել սահմանադրական դատարան, որի մինչև հիմա կայացրած որոշումները մեր աչքի առջև է, տեսնում ենք այդ թվում նաև նախորդ ընտրությունների արդյունքների հետ կապված։ Այսինքն իրավապահ համակարգը ուժայինների միջոցով ընդդիմախոսների նկատմամբ ամբողջ դաշտը հիմա այդ պայման, ասենք թե այդ պայմանները ունենալով հնարավոր է գնալ դրա հետ ընտրել։ Այդ ոնց որ ասենք գնաս մի հատ շախմատիստ, գնա մի հատ բոքսյորի հետ, նստի շախմատի տախտակի մոտ, մի քայլ անի, այն բոքսյորը տեսնի դուրը չի գալի, մի հատ խփի դրան, նոկդաուն անի, նորից էլ նստածնի, այսինքն այդ անհավասար պայմաններում նրա այդ ընտրության գնալ, այդ նշանակում է գնալ ի սկզբանե իմանալով որ գնում ես պարտվելու։ Այսինքն եթե իրանք պայքարում են նորից այսպես կոչված
տաքուկ ընդդիմություն լինելու համար, որը որ Ալեն Սիմոնյանը անվանում է իր երազանքների ընդդիմություն, ես էդի անընդունելի է այդ մոտեցումը։ Հիմա եթե հնարավորություն կա, Սահմանադրությունը այդ հնարավորությունը տալիս է impeachment անել, անվստահությունը նրան հեռացնել, այո, դժվար է, ջանք է, բայց ի՞նչն է հեշտ։ Իսկ նույնքը ինչ է ասում դուք, ես գիտեմ, պարբերաբար լինում եք ազգային ժողովում, որպեսզի մշտական հանձնաժողովների նախագահների հետ, հա, գոնե թե հանդիպեք եւ ինչ իրավիճակի այս Իրանք խոսափում են իմ այդ հանդիպումներից, այդ նույն օֆիցիալ ԿՊԱ-ականներով որևէ բացատրություն կա։ ազգային ժողովի աշխատակիցը գալիս է, ասում է կոնկրետ ձեզ հետ չեն ցանկանում հանդիպել, այսինքն օրինակ գնում ենք այդ որում այդ ընդունելությունը իմ խնդրանքով չի, ազգային ժողովը կարգ ունի ընդունելության, հայտարարում են, որ ընդհանրեն հունիս ամսվա ընդունելություն ազգային ժողովի փոխնախագահների եւ մշտական հանձնաժողովներ։ Օրերը, ժամերը նշած է, հեռախոսի համար կա, email-ի հասցե կա։ Ես զանգում եմ, գրանցում եմ բոլորին, իրանց հայտարարած ընդունելությունն է։ Գնում ենք, ասենք, ես եմ եւ մի քանի այլ քաղաքացիներ, աշխատակից ազգային ժողովի գալիս, ասում է պարոն Ղազարյան, ձեզ ԿՊ, եթե падգամավորը ԿՊ խմբակցությունից է, ասում է ձեզ էսիշ падգամավորը, դա Էմմա Պալյանը ձեզ չի ընդունում։ Իսկ մյուս քաղաքացիներին ընդունում են, հրավիրում են, ասում են, իսկ ինձ չի կարելի։ Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեք փաստորեն։ Այսինքն ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, իրենք պարտավոր են ինձ ընդունել, բայց իմ նկատմամբ ցուցաբերում են խտրականություն, իսկ խտրականությունը քրեական օրենսգրքով հանցագործություն է։ Եվ ես ամեն օր այդ չկայացած ընդունելությունից հետո դնում եմ գլխավոր դատախազին, հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին, դրանք հիմա բոլոր ընթացքի մեջ են։ Եվ ինչ ընթացք կա, հեռանկար կա, այս գործերը դատական նախաձեռնում է, բայց պետք է ես դատախազին դիմել եմ, որ նախ ինքը դիմի ազգային ժողով այդ падգամավորներին անձեռնմխելությունից զրկի, որտեղ որևէ մեկ նրանք падգամավորներ են, որպեսզի նրանց վարույթում որպես մեղադրյալ ներգրավեն, պետք է ազգային ժողովը համաձայնություն տա։ Հիմա դիմել եմ դրա համար դատախազ, այսօր էլ օրինակ գնացել եմ ընդունելության 5 շաբթի օրը, ընդունելությունը չի կայացել։ Եվ ես հիմա ուրբաթ օր առավոտյան հաղորդում դատախազություն։ Ես գիտեմ, որ բազմաթիվ գործերով եք դուք դատական համակարգի հետ առնչվում այսօրվա դրությամբ եւ որևէ գործ դրական ձեզ համար ձեր տեսլականով դրական հանգուցալուծման արդեն եկել է, թե չի եկել եւ որոնք են դրանք եթե եկել են։ Չկա, Ալեն Սիմոնյանը օրինակ իմ դեմ դատական հայցեր է ներկայացնում, շահում է քաղաքացիական հայցեր, չնայած որևէ հիմք է դրանք չստիված են բողոքարկել, հիմա դրանք բոլոր ընթացքի մեջ են։ Այսինքն կարող ենք կրկին հավաստել, որ նորից կա անդրադարձ իշխանությունը ազդեցություն ունի դատական իշխանության վրա։ Ես դա տեսնում եմ ամեն օր իմ գործունեության, հիմա ասենք իմ նկատմամբ բռնության գործով 22 թվականի հոկտեմբերի 18-ին, որ մեր շենքի բակում ինձ դաժան բռնության ենթարկեցին, անհայտ անձինք, հիմա դրանից տարիներով այդ գործը շարունակվում է, էլի դատական իսկ առաջիկայում եւ այս տպավորությունը, որ դրանք դատանի դալիճից ազատ են գնալու, որովհետեւ մինչեւ հիմա դրանց ոչ ձերբակալել են, ոչ կալանավորել են, ոչ որևէ միջոց, այսինքն եթե մեր նկատմամբ բռնություն գործադրում սպանության փորձեր էլ ըստ էության, դա այդ հանցագործները ազատության մեջ իրենց համար որևէ խնդիր չունեն։ Եթե հանկարծ ընդդիմադիր գործ, օրինակ ես քննադատել եմ սահմանադրական դատանի դատավորներին Հայաստանի Ադրբեջանի սահմանային հանձնաժողովը, բարձ հրապարակային քննադատություն արդեն կայացրած որոշման վերաբերյալ իմ դեմ քրեական գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրել, այդ գործով նույնպես հիմա դատաքննությունը շարունակվում, այսինքն այդ ձևով մի կողմից փորձում են լռեցնել, մի կողմից բռնություն են գործադրում, մի կողմից էլ ճիշտ հակառակը, այսինքն հիմա դե տեսեք, ես իմ դեպքը միակը չի։ Ինչքան քաղաքական գործ, Արմեն Աշոտյանը մինչև հիմա անազատության մեջ հանիրավի, Նարեկը Մայլյան, Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանը հանիրավի վերցեցին տարան, այդ ձևով խայտարակ ձևով ձերբակալեցին տարան, բայց դատանով արդարացվեցին այդ մարդիկ, այսինքն լրիվ պարզվեց այդ ամբողջ գործողությունները նրանց նկատմամբ հանիրավի է։ Մամիկոն Ասլայանի դեպքը, այսինքն բազմաթիվ են այդ դեպքերը, Արմեն Գրիգորյանի, որ դատանի դալիճում մահացավ հանիրավի իր հրապարակային խոսքի համար, չէ՞, մի քանի ամիս առաջ հնչեցրած խոսքի համար եկան ԱԱԾ-ով ձեռք։ Բայց մյուս կողմից հայտարարում են, որ մենք դեմոկրատիայի մեջ ենք գտնվում, այսօր այնքան լայն է խոսքի ազատությունը, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության վարչապետին կարող են քննադատել շատ հանգիստ։ Քննադատողին օրենք են, չէ՞, տուն այդ 137-1 հոդվածը 700 քրեական գործ կար, մենակ վարչապետին քննադատելու համար ոչ մեկով ինքը հաղորդում չէր ներկայացրել հանցագործության մասին, ոչ միտեղ ինքը չէր գնացել որպես ցուցմունք տար 700 գործ կար մինչև քրեական օրենսգրքի այդ հոդվածը փոխվեց։ Մի մարդ ասենք թե շփոթում է բալկոնից մի հատ խնձոր է նետում վարչապետու, այդ ինձ դրել են ոտերի տակ մի քանի րոպե գլխից մենակ ոտերով հարվածում են, դրանց չեն ձերբակալել։ Վարչապետի ուղղությամբ մի հատ խնձոր նետած մարդու, որ խնձորը ասկի չի էլ կպե։
գնացին տարիքով մարդուն ձերբակալեցին։ Իսկ վարչապետի դրսևորումների հետ կապված որևէ ակտիվ գործողություն տեսնեք, նույն ընդդիմությունը օգտագործում է բոլոր այն պորտկումները, որոնք պահի տակ ունենում է մեր երկրի վարչապետը, սկսած ազգային ժողովի դահլիճից, ավարտած տարբեր հայտարարություններով, տպագիր, իր պաշտոնական էջում եւ այլն, սրանք որևէ ընթացք ստանում են կամ պիտի ստանան արդյոք եւ այն, որ եկել ենք հասել ենք արդեն բախմանը եկեղեցու հետ, ինչպես պիտի արձագանքի հանրությունը, ինչպես պիտի արձագանքի ընդդիմությունը ձեր տեսլականով եւ նաեւ պարլամենտական ընդդիմությունը։ Ընդդիմությունը մի բան ունի անել ընդհանրապես պարլամենտում նման վարչապետի, որը ակնհայտորեն չի կատարում իր պարտականությունները, իսկ իր պարտականությունը կառավարության գործունեության ծրագիրը կատարելն է։ Հիմա վարչապետը կառավարության ծրագիր դրել է մի կողմ, դրա ընդհանրապես չեն անդրադառնում։ Ադրբեջանի նախագահից ստանում է հանձնարարություններ, Թուրքիայի նախագահից ստանում է հանձնարարություններ, այդ հանձնարարություններն է կատարում։ Հիմա նման վարչապետին Իրանը դրա հետ միասին պահում է սանձարձակ, դուրս է գալ իր լիազորությունների շրջանակներից։ Հիմա մեր երկիրը խորհրդարանական երկիր է, այսինքն առաջնային մանդատով ձևավորված իշխանության մարմինը դա ազգային ժողովն է, որը ձևավորում է կառավարություն, որը վերահսկում է կառավարության գործունեություն։ Հիմա եթե վերահսկում ես կառավարության գործունեությունը, տեսնում ես, որ վարչապետը գերազանցել է իր լիազորությունների շրջանակը, մի օր, չգիտեմ, կաթողիկոսից է բացատրություններ պահանջում, մի օր կարող է պատրիարք Կիրիլից բացատրություններ պահանջի, մի օր Հռոմի պապից բացատրություններ, դա իր իրավասություններից դուրս բանա չի, ինչ գործ ունի ինքը եկեղեցու, ինչով է հիմնավորում։ Մեր սահմանադրությամբ ասում է յուրաքանչյուր պաշտոնյա, այդ թվում վարչապետը իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որի համար լիազորված է սահմանադրությամբ եւ օրենքներով։ Բացում է սահմանադրությունը, վարչապետին իրավունք չի տալի քննել վեհապարի կամ սրբազանների գործունեությունը, ոչ առաքելական եկեղեցու, ոչ հռոմեակաթոլիկ եկեղեցու, ոչ հույն ուղղափառ եկեղեցու։ Հիմա կարող է Հունաստանում ապրող հայեր կան, իրանք հույն ուղղափառ եկեղեցու հետևորդներ են։ Ոչ չի նշանակում, որ Հայաստանի վարչապետը իրավունք ունի այդ եկեղեցու գործերը քննի։ Հիմա Հայաստանյաց առաքելական եկեղեցի Խոմեն Հայաստանում չի գործունեություն ծավալում, ամբողջ աշխարհում թեմեր ունի, չէ՞։ Հիմա ասենք հնարավոր է, որ ենթադրենք Ֆրանսիայի նախագահը քննության առարկա դարձնի մեր կաթողիկոսի գործունեությունը, ինչա թե Ֆրանսիայում առաքելական եկեղեցի թեմունի ինձ գործունեություն է ծավալ։ Իհարկե չունի։ Նույնիսկ չունի նաև Հայաստանի վարչ։ Հիմա եթե ինքը իր լիազորությունների շրջանակներից դուրս է եկել, զբաղվում է հարցերով, որոնք իրավայության ոլորտում չեն, չի զբաղվում են հարցերով, որը պարտավոր է անի, խորհրդարանական երկիր է, ազգային ժողովն է նրա վերադասացյանը։ Ազգային ժողովը պարտավոր է հակառակը, չէ՞։ Այո, ոչ թե տպավորություն, այլ փաստացի խախտվել է մեր երկրի սահմանադրական կա։ Հիմա մենք դրա դեմ պայքարում ենք, շատ մարդիկ մեզ ասում են, չեք տեսնում ես իրականություն, չգիտեք որ ԿՊ-ականներն ասենց են ինքը, հետո որ, ասիկա որը տենց են, քո չի նշանակում որ մենք պիտի դրա հետ հաշտվենք։ Մենք այս հանդիպումները, ես որ գնում եմ ազգային ժողով դրա իմաստով, ու դրանց ասում եմ հլխելքները հավաքեք գլուխը ձեր գործով զբաղվեք, դուք падգամավոր եք, պարտավոր եք վերահսկեք կառավարության գործունեությունը։ Ոնց է ազգային ժողովի նախագահը այսօր ասում է բանը, ես վարչապետի բոլոր մտքերի հետ համաձայն եմ, ես իր այդ քաղաքական պատասխանատվությամբ ո՞ց համաձայն ես։ Հակառակը դու պետք է ինքդ վերահսկես կառավարության գործունեությունը, ինքդ ձեր նախընտրական ծրագիրը չի կա, բայց եթե դուք պիտի նախընտրական ծրագիր չկատարեք, այդտեղ ժողովրդին խոստումներ տակ, ձեր խոստումները չկատարեք, այլ ընտրությունների իմաստը ո՞րն է։ Ընտրությունը ինչի համար է, որպեսզի քաղաքական ուժերը ծրագրեր ներկայացնեն, մարդիկ ընտրեն իրենց կարծիքով լավագույնը, իրանք է պարտավորել են դա իրագործ։ Եթե դուք դա չեք անելու, 26 թվին էլ մենք ընտրությունը չենք անում, հենա հավերժ Նիկոլ Փաշինյանին կարգենք Հայաստանի վարչապետ, սպասենք նրան երբ կմեռնի։ Պարոն Ղազարյան, այսօր նույն վարչապետը հայտարարեց եւ հերթով թվեց թերևս այն հիմնական մեղադրանքները, որոնք ընդդիմությունը տարբեր ընդդիմությունները հնչեցնում են իր հասցեին, որ դավաճանում է, կոնկրետ ծրագիր է իրականացնում, պատվերներ է ստանում եւ այլն, եւ նա հրավիրեց այսպես մասնակցելու կրթվելը նորաձև է այդ արշավին, որի ընթացքում ինքը պատասխանները տալիս է ինչու է նա հատկապես այդպես վարվում եւ ինչու է մեղադրանք հնչում, բայց իրականում ինչ բացատրություն ունի նա այդ գործողությունները անելու համար։ Հիմա սա այն, որ սա նախընտրական է, ակնհայտից ակնհայտ է, բայց արդյոք այլ հետևանքներ չկան սրան։ Ախով ասում, որ իր հարցերի պատասխանելու տեղը դա տգետների դպրոցն է, որը բացել է իր զուգընկերուհին։ Ինքը վարչապետ է, ինքը հանրության առջև է հաշվետու, ինքը ազգային ժողովի առջև է հաշվետու։ Ով ասում, որ մենք գնանք տգետների դպրոց, որ ինքը մեր հարցերին պատասխանի։
Ինքը պետք է քաղաքացիների ընդունի, չէ։ Հիմա ասենք թե օրինակ ես իր հետ հենց 2022 թվականի օգոստոսի 23-ին հանդիպման էի գնում, փախել էր, գնացել էր Հայաստանի Երևան չեկավ այդ օրը նախապես իմանալով ես էլեկտրոնային համակարգով գրանցվել էի վարչապետի մոտ ընդունելության։ Բայց թե դու կարաս հարցերի պատասխանես, չէ, ես հենց հիմա էլ հենց այս առիթը օգտագործելով ուրեմն ոչ պարտադիրատագետների դպրոցը։ Կլինի ասենք համարձակությունը բավարար է, իրա գա նստի, ոչ ակաժներից եմ քաշելու, ոչ մաշորերն եմ քաշելու, ոչ ծեծելու եմ, ոչ իրավունք ունեմ, ոչ կարամ դա անեմ, չէ։ Կլինի ասենք խոսքով բացատրենք, խոսեն իր ինքը ինչա ասե, ոնց է պատկերացրել իր կառավարումը իշխանության գալուց, ինչ խոստումներ է տվել, ինչա արել։ Ասենք օրինակ բաց հայացքները փոխվեցին, ես զարգացա, առաջ գնացի ավելի շրջահայաց գտնվեցի։ Ով ասում որ ավելի շրջահայացը դառել, այլ ոչ հակառակը, դառել ես ավելի վատը։ Բայց կարելի է մեր ժողովրդին խաբել, բայց ասում է իրականությունը փոխվել է, դուք չեք մնացել։ Բայց իրականությունը դուք եք, չէ՞, փոխել։ Մեր իրականությունը դարձրել եք ավելի վատը։ Մարդիկ 10,000 մարդ ողջ էին, հիմա մեռած են։ Այդ ում գործողությունների որոշումների հետևանքով է եղել։ Բայց դրա համար մարդը պատասխանատվություն չի կրում։ Մի դժբախտ դեպք ալը մի շինարարությունում բան մեկը շինարարական նորմերը չեն պահպանում, մի դժբախտ դեպք ալում, սա ղեկավար կազմին տանում դատում են, ասում են դուք նորմերը չեք պահպանել, դա հանգեցրել է դժբախտ դեպքի դիտավորյալ ոչ տարել են, սպանել են մարդու, չէ, ոչ հասարակ իրավիճակներում կենցաղային կամ արտակարգ իրավիճակներում մարդիկ են մեռնում, մյուսները դրա համար պատասխանատվություն են կրում։ Սրանց դեպքում այդպես բան չկա։ Սուրմալու առևտրի կենտրոնում իրանց մեղքով պայթուն եղել է, ինչ մեղք են գործել են մարդիկ։ Իրանց համար գնացել էին պետության համար թույլատրելի վայրում ընտանիքներով, չէ՞, մեկը առևտուր էր անում, մեկը վաճառում էր, մեկը գնորդ էր, չէ, ինչ են արել։ Մի քաղաքական գործիչ դրա համար պատասխանատվություն կրել է։ Ազատ գյուղի կացանում զինծառայողները իրանց կանոնավոր զինվորական ծառայությունն իրականացրել քնում են չեն արտանում։ Մի քաղաքական գործիչ, մի հատ պաշտպանության նախարար, մի հատ նախարարի տեղակալ, մի հատ վարչապետ, մի հատ փոխվարչապետ, դրա համար պատասխանատվություն կրել է։ Բայց լավ ասեք դուք կարաք մեզ տանեք սպանեք, հա, մեր երկիրը տանեք հանձնեք չտամ ոչ մի բան չանեք, այդ էլ ասեք իրականությունը փոխվել է։ Իրականությունը ո՞նց փոխվավ։ Այդ ոնց էր 30 տարի իրականությունը չէր փոխվում այտենց։ Եկաք ընդամենը մի քանի տարի որ այս երկիրը ղեկավար եք, ասում եք իրականությունը փոխվել է, մենք է պիտի մնանք։ Ոչ, դուք չպիտի մնաք, դուք պիտի այդ իրականության հետ փոխվեք։ Տենց է այս երկրի կարգը։ 7 տարի անց հիշել ենք, որ կոռուպցիոն գործեր կան, պիտի վերանայվեն այդ գործերը նորից։ Բայց հետո 7 տարի դուք ինչ էիք անում։ Բայց առաջին օրվանից խոստացել եք եկել եք այդ Ռոբերտ Քոչյանին, ասում եք 4 միլիարդ դոլար, 4 միլիարդ դոլար այդ մեր երկրի բյուջեի չէ փող է։ Հիմա եկել ես ասում ես մենք պետական ծառայողների աշխատողներին ասում են որ աշխատավարձ չտանք մի տարի, չգիտեմ, մի ամիս թոշակ կբարձրանա ընդամենը 1400, բայց դու մեզ խոստացել ես որ պիտի պետական ծառայողներին աշխատավարձ չտաս, ինչի չտաս։ Դու մեզ խոստացել էիր որ այս պետությունից ես իմ մարդիկ տարիների ընթացքում թալանել եմ միլիարդավոր դոլար, 4 միլիարդ սրա մոտ է, 1 միլիարդ դրա մոտ է, չգիտեմ, քանի միլիոն դրա մոտ է, խոստացել էր որ դա պիտի վերադարձնես բյուջե, մեր բարեկեցությունը դրա հաշվին պիտի ապահովեի, չէ՞։ Բայց ինչի աշխատողներին աշխատավարձ չէ, դու մեզ խոստացել ես ասում ես գամ աշխատավարձ չտամ, դու ասեցիր ոչ, ձեզնից թարանել են, այդ թարանը պիտի հետ բերենք։ Հիմա 7 տարի անցել է, մի հատ Range Rover ես հետ բերել, այնէլ ծերը չէր կարում ծախել, ուրիշ գույքի տեղի են տվել։ Պարոն Ղազարյան, դուք նշեցիք, որ պատրաստ եք բանավեճի մտնել, բացե, տետատետ խոսեք եւ այլն։ Նույն վարչապետը հրավիրում է նախկին նախագահներին, ասում է եկեք բանավեճի նստենք, ես իր բարապաշարով ասած ծփեմ բոլորին պատերին եւ այլն ամեն դեպքում ինչու որևէ կետի չեն գալիս նախկինները ներկայի հետ որպեսզի հասկանալի լինի իրավիճակը նրանք գալու կարիք չունեն ամեն ղեկավար իր պաշտոնավարման շրջանի համար պատասխանատվություն է կրում իր պաշտոնավարման շրջանի համար հիմա Ռոբերտ Քոչյանը կամ Սերժ Սարգսյանը գնան դրա հետ ինչ բանակցեն Ռոբերտ Քոչյանը իր պաշտոնավարման շրջանում պաշտոնավարել է նույնը Սերժ Սարգսյանը ապահովել են մեր երկրի անվտանգությունը, տնտեսական զարգացումը, հաջողությունները, եթե թերությունները ունեցել են, այդ թերությունների պատասխանը դրա համար այդ մարդիկ հիմա իշխանության չեն, չէ՞։ Բայց ինքն իր պաշտոնավարման շրջանի, պարզվում է, որ իր պաշտոնավարման շրջանի համար բոլորը պատասխանատու են բացի իրանցից, բայց ասենք Ռոբերտ Քոչյանը նաև իր պաշտոնավարման, համ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանի համար է պատասխանատու։ Համ իր Ռոբերտ Քոչյանը վերջին անգամ երբ է նախագահ եղել։
17 տարի առաջ, ասի 20 տարի առաջ այլ երկրներում այդ նույն բանը ոնց որ հիմա ասես բանը եղել։ Կարեն Դեմիրճյանն էլ է մեղավոր էս, որ մենք Արցախը հանձնել ենք Ադրբեջանին։ Բայց մյուս կողմից չեք կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը այս հնարավորությունը տվեց եկեղեցուն մեջ բերել այս process-ներին եւ այսօր թիրախ դառնա եկեղեցին այս իշխանության համար եւ դե հայտարարեց, չէ, ասեց լավ կլիներ հիմա մի Դե հիմա ինչ Ռոբերտ Քոչարյանը այդ մի հայտարարությունով չէ, իրանք 18 թվից երբ է սկսել նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը, իր վարչապետ ընտրվելուց մի ամիս չանցած 2018 թվականի հունիսի 5-ից Ռոբերտ Քոչարյանը ինչ կապ ուներ այս ամենը։ Պաշտպանող այսպես եվրոպական, հա, մոտեցումներով կուսակցություններն էլ հանդես են գալիս, ասում են, թե գիտեք, Ռոբերտ Քոչարյանը որոշեց, հայտարարեց իր ասուլիսներից մեկին եւ ահա այսպիսի արձագանք եղավ Գարեգինը որոշեց, թե պարտք է եւ պիտի իր պարտքը հանձնի, այսպես անուղակի կերպով եւ այսպես աշխարհ սկսել։ Վերջի շրջանի եկեղեցու դեմ արշավը լրիվ պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի հոր, ես չեմ կարող պնդել, որ դա իր կենսաբանական հայրն է, չնայած արտաքին ակնհայտ նմանություններին եւ ազգանվան ընդհանրություններին, ես նկատի ունեմ Կովկասյան մահմեդականների եւ վարչության նախագահ Փաշիզադեին, բայց հոգեվոր հոր հայտարարություններից հետո մայիսի 22-ին նա հայտարարեց մեր եկեղեցու դեմ իր ինչ այդպես որ ասում եմ ինքը ուրիշներից է պահանջում որ իրանց երեխաների կամ չգիտեմ ծնողների վերաբերյալ տեղեկություններ տան ինձ շատ հետաքրքիր է իր եւ Փաշիզադեի կենսաբանական առնչությունները որովհետեւ հլը մի հատ դրեք իր նկարը Փաշիզադեի նկարի հետ մեկ էլ իր նկարը ողորմած Վովայի նկարի հետ որին է ինքը նման հիմա դրա հայտարարություններից հետո է սկսել արշավը եկեղեցու դեմ դրանից հետո վեհապար հայրապետը գնաց Շվեյցարիայում հայտնի ելույթ ունեցավ Այդ իր կողակիցն էլ չէ գրեց որ նույն գիշերը հաջորդ առավոտյան Աննա Հակոբյանը չգրեց Շվեյցարիայում այդ ինչ եք խոսում այդ ինչ արցախցիների վերադարձի հարցեր եք քննարկում այդ ինչ գերիների վերադարձի հարցեր եք քննարկում այսինքն ակնհայտորեն նշելով իսկ ընդ վեհապարը ինչ էր ասում էր որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ իրականացրել է ռազմական հանցագործություն ցեղասպանություն բռնի տեղահանությանը ենթարկել Արցախ այսինքն մեր ժողովրդին հուզող հարցեր է բա դրանից հետո է եղել այս հարցակումը ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանը շատ մի խելամիտ կարծեմ առաջարկություններ արել որ ասում էր որ այս process-ներին կարա նաև հեղինա որպես հանրային հեղինակություն ներկայացնող քաղաքական չեզոքության իմաստով նաև առաքելական եկեղեցու եպիսկոպոսներից մեկը նաև առաջնորդության ֆունկցիա բայց դրանից առաջ էլ նայեք այդ որ 19 թվականին հարձակվել էին եկեղեցու վրա Ինչ Ալեն Սիմոնյանը որ կաթողիկոսին Ավազանի անունով էր դեմ լրազգային ժողովի փոխնախագահ էր 2019 թվականին 2022 թվականին որ Նիկոլ Փաշինյանը քրիստոնեության գլխավոր խորհրդանիշն էր անարգում խաչերի մեջ պլաստմասայի կտորներից կահույքի մնացորդների շինարարական աղբիս խաչեր են սարքում սուտ ասենք այդպես բան Հայաստանը որտե կահույքի մնացորդից խաչ որտե կա 2023 թվականին ասում էր հոգեվորականներ կան Աստծուն չեն հավատում Սա բոլոր ժամանակներում էլ եկեղեցու դեմ հստակ հասցեական նպատակային արշավ են հիմա ուղղակի ավելի են ագրեսիվացել որովհետև վեհապար հայրապետը համարձակվել է Ալիևին քննադատի ասենք ոնց ինքը Սաղոր Ալիևի ոտերն ընկած դրա կոշիկներն է լիզում իր ասած ու վեհապար հայրապետը հանդգնում է Իլհամ Ալիևին ռազմական հանցագործության մեղադրանք առաջադրել։ Որն վեհապարը բավականին զուսպ արտահայտվեց, հա, ի պատասխան այս ամբողջ արշավային գործընթացին, թեև տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը այլևս հետ քայլ չի անելու այս հարցում եւ այս պայքարը պետք է ոչ թե Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին մենք մտածենք, այլ եկեղեցու հետագա քայլերի մասին մտածենք, որ իսկապես նրա պայքարը եկեղեցու դեմ դա միայն մեկ կազմակերպության դեմ պայքար չի, Հայաստանյան Առաքելական եկեղեցին ազգային եկեղեցի է, դա մեր ժողովրդին միավորող ամենամեծ համազգային կառույցն է, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, մեր հայաստանաբնակ հայերից ավելի քան 90% Հայաստանյան Առաքելական եկեղեցու հետևորդներ են, հետևաբար այդ եկեղեցու դեմ արշավը մեր պետությունը գլխատելու, մեր ժողովրդին դավանափոխ անելու եւ թրքացնելու նպատակ ունեցող նպատակային քաղաքականություն է եւ եկեղեցու հիմիկվա մոտեցումները կարծում եմ չափազանց զուսպ են եւ ոչ համարժեք իրանց դեմ սանձազերծված այս պատերազմին։ Իսկ որքանով adekvat է պատասխանում ընդդիմությունը։
Ընդդիմություն չկա այս հարաբերությունները, ասեմ, դրանց ընդդիմությունից մեզ ոչ հայտարարություն, ոչ ելույթ, ոչ sense հարցազրույց չենք Իսկ ժողովուրդը Ժողովուրդը կարիք ունի առաջնորդության, եթե այս պահին ընդդիմությունը Ձեզ առաջարկում են որպես առաջնորդ տարբեր անհատներ, ակտիվիստներ, ոչ կուսակցական եւ ընդհանրապես տարբեր շատ ավելի փոքր էսպես ոչ շատ հայտնի կուսակցություններից առաջարկում են մի քանի հոգի ավելի վառ ակտիվիստներից, այդ թվում նաեւ ձեզ։ Այդ առաջարկման մեխանիզմը շատ հստակ է, դրա համար պետքա խորհրդան իրավունք ունի միաժամանակ 5 տարբեր նախաձեռնություն ցուցաբերի վարչապետին անվստահության 5 տարբեր տեխնացուներով, որին որ հասարակությունը աջակցություն ցուցաբերի, որի շուրջ ընդդիմությունը կոնսոլիդացիա կունենա, պետք է այդ նախաձեռնությունը մյուսները դնել մի կողմ, այդ նախաձեռնությունը առաջ մղել, այդ հարցը լուծել։ Եթե դա չի արվում, հենց այնպես խոսալով այդ հարցերը հայտարարություն անելով այդ հարցերը չի լուծվելու։ Պարոն Ղազարյան, վերջին ամիսներին, եթե չեմ սխալվում, Համերաշխություն կուսակցությունը առաջարկեց, չէ, այդպեսի մի ծրագիր, որ կուսակցությունները միանան միմյանց, գոնե թե այս պայքարի շրջանակում նախագահության սկզբունքով հաջորդաբար ղեկավարեն ինչ որ մի փուլի, երբ դուրս կգա արդեն այդ process-ի մեջ կթրծվի հենց առաջնորդը։ Այս մոտեցմանը դուք կողմ եք, դեմ եք, ինչ եղավ այս առաջարկի եւ սրա։ Իմ պատկերացումները, մեր առաջարկները եւ այլն, դրա կարող այդ գաղափարը ազնիվ գաղափար է, բան չունեմ ասելու, ընդհանուր քաղաքական դաշտում միանց նկատմամբ ավելի համերաշխ մտնոլորտ ձևավորելու իմաստով, բայց մեր մոտեցումները շատ ավելի պրագմատիկ են, այսինքն խնդրին լուծման տեսանկյունից է։ Հիմա մեր դժբախտությունը դրանում է, որ Նիկոլ Փաշինյան իշխանության ղեկին է։ Հիմա կուսակցությունները միավորվեն թե չմիավորվեն, վերջնական նպատակը ինչ պիտի լինի։ Նիկոլ Փաշինյանը իշխանությունից հեռացնելը, չէ՞։ Այդ իշխանությունից հեռացնելը դա վերացական հասկացություն չի։ Դա պիտի կոնկրետ ինչ-որ գործողություններով դրսևորվի։ Ինքը պիտի հրաժարական տա, դատախազը պիտի քրեական վարույթ նախաձեռնի իրան մեղադրանք առաջադրի ձեռքբերում։ Էլի իր նախկին օգնականն ա եղել, նման բան չի։ Հիմա այն օգնականն է չի անելու։ Ինքը հրաժարական չի տալիս կան շարժում նրան միակ է ոչ թե ասում եմ լավագույն բան միակ հնարավոր տարբերակը ռեալ նրան իշխանությունից հեռացնելու դա այն է որ խորհրդանական երկիր է ոնց որ սահմանադրություն նախատեսել է պատգամավորները քվեարկում են 54 կողմ ինքը վարչապետ չի վերջ հիմա այդ ճանապարհով պետքա գնալ այսինքն բոլոր այդ մոտեցումները ի վերջո պետքա իրավական քաղաքական ձևակերպում ստանան հիմա եթե մեր ընդդիմադիր պատգամավորները այդ գործընթացը նախաձեռնեն ում որ իրանք նախընտրել են համարում իրանք քննարկել բայց մինչև հիմա այդ պիտի անեին ոչ թե ապրիլի 28-ից հետո պիտի անեն մենք իրանք չեն գիտակցում դե հիմա իրանք լսում ենք իրանք հայտարարությունները անհիմն ինչ-որ մեկնաբանություններ են տալի, თუ էսի գնա պատգամավորներ բերի, են ինչը գնա փողոցից մարդ բերի, այդ մարդիկ չգիտեմ շատ լնեն, տղամարդիկ կանայք իրար չտես բանը չեն ասի, ես արդեն որպես իրոնիա եմ ասում, իրանց ներկայացած բան, տղամարդիկ կանայք իրար հավասար լեն, շատ չաղ չլնեն, չգիտեմ էլի։ Պարոն Ղազարյան, երևի թե նորություն չեմ ասում որևէ մեկի համար, որ այս սահմանադրությունը ժառանգություն հասավ Սերժ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը առաջարկում է սահմանադրական փոփոխություններ, բայց ոչ այնքան ակտիվ, թերևս այս պահին նույնիսկ կանգ է առա, բայց այնուամենայնիվ սահմանադրական փոփոխությունները ամենևին չէին վերաբերվելու ընտրակարգին։ Ոչ միայն ընտրակարգին, պետական կառավարման համակարգն չի նախատեսում։ Այո։ Նիկոլ Փաշինյանը սահմանադրության այդ փոփոխության հեղինակ Նիկոլ Փաշինյանը չի, դա Իլհամ Ալիևն է։ Իսկ Իլհամ Ալիևին ոչ թե հետաքրում է մեր պետության կառավարման համակարգը, այլ մեր պետության դադարեցումը նրա գործունեության լուծարումը։ Դրա համար Իլհամ Ալիևը պահանջում է, որպեսզի սահմանադրությունից հեռացվի ընդամենը մի բան, անկախության հռչակագիրը։ Իսկ եթե մեր անկախության հռչակագիրը չեղարկվում է, դա մեր սահմանադրությունից հեռացում է, Հայաստանի Հանրապետություն անունով պետությունը դադարեցնում է իր գոյությունը։ Այսինքն այս տարածքի վրա ուրիշ պետություններ իշխանություն են հաստատում կամ ստեղծում են նոր պետություն։ Դե ոնց որ հայտարարել են Ադրբեջանում, կա լինելու է Արևմտյան Ադրբեջանը եւ արդեն ունեն նախագահ, առաջարկությունները կան, երբ ոնց ինչպես են վերադառնալու, ինչպես են համատեղ ապրելու եւ այլն։ Ալեն Սիմոնյանն էլ ասում է, մենք պիտի համակերպենք, իրանք պիտի գան, ըստեղ ապրեն։ Ես եւս մեկ ճշգրտում պիտի անեմ ընտրակարգի վերաբերյալ։ Արդյոք չեք տեսնում անհրաժեշտություն, որ այս ընտրակարգը պիտի փոխվի, որովհետեւ ակնհայտորեն տեսնում ենք, որ մեկ հոգին կարող է ամբողջությամբ իրան ենթարկացնել ամբողջ երկրի համակարգը եւ այլևս իրենից հնարավոր չլինի ձերբազատվել։ Եվ մարդիկ սկսում են դեմոկրատական մոտեցումներով ավարտում են տոտալիտարիզմով։ Հիմա
հաջորդ իշխանության վրա մենք ինչ հույս պիտի ունենանք, որ չի գալու նստի եւ այլևս չհեռանա։ Եվ մենք ամեն անգամ մտածենք, բա impeachment ոնց անենք։ Այդ ինտերակարգի խնդիր չի, դա կառավարինք իրանք հիմա մեր սահմանադրությամբ չեն առաջնորդվում, որ մենք մտածենք, ասենք սահմանադրության իրավակարգավորումները թերի են։ Իրանք մեր սահմանադրությունը դրել են մի կողմ, իրանք իրենց ձևը ոնց մտնելով ասում են, դες կառավարում են։ Հիմա մեր սահմանադրությունն ասում է, որ ազգային ժողովը պիտի վերահսկի կառավարության գործունեությանը։ Ընդ չի ասում, որ պետք է ազգային ժողովում ամենամեծ խմբակցություն ունենա WhatsApp-ի խումբ, որի ադմինը լինի վարչապետը։ Դες բանը չի ասում, որ վարչապետը հանձնարարություն գրի, падգամավորները կատարեն։ Ենթադրենք գրի ասի, падգամավոր Նարեկ Զեյնալյան մանդատից հրաժարվի, Հովիկ Աղազարյան մանդատից հրաժարվի։ Հովիկ Աղազարյանն ասել է, չէ՞, իսկի չի խոսի այդները։ Ու ընդ որում, եթե չի խոսես, կի պարչիով է գրել։ Կարող է երեխեն է գրել, ասի տեսել է հերը քնած է հեռախոս վերցե գրել է։ Եթե չի խոսի, ասենք Վահե Ղազարյանը ինչ գիտի իր հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը պահանջի, թե Աննա Հակոբյանը, կարող է մարդ քնած է կենիկ վերցե հեռախոս գրել է, այն հրաժարականը բերել է։ Հիմա այդ հարաբերությունները մեր երկրի սահմանադրությամբ չեն կարգավորվում, որ ասես սահմանադրությունը խոչընդոտ։ Դա իրանք են ստեղծել, իսկ մեր սահմանադրությունը դրել են մի կողմ, օրենքները դրել են մի կողմ, Ալիևից ստանում են հանձնարարություններ, Էրդողանը ստանում են հանձնարարություններ, խախտելով մեր սահմանադրական կարգը, ինչ ուզում է։ Մեր սահմանադրության մեջ գրած է, որ որևէ պաշտոնյա իրավունք ունի քննարկի Հայաստանյա Ծառայքելական եկեղեցին ոնց է կառավարվում, Հռոմեա կաթոլիկ եկեղեցի։ Այդ նույն բանն է, հիմա ինքը կարա ասի, ինչ տարբերություն, կարա այսօր նստի ասի, «Էդի սև ծուխ, սպիտակ ծուխ, Հռոմի պապը տենց են ընտրություն անում։ Այսքան հայ կաթոլիկա, սպիտակ ծուխը ո՞րն է։ Հələ մի հատ ձեր թղթերը բերեք, ես ակնկալում եմ, որ առաջիկայում Վատիկանը պարզաբանում կտա, թե ինչ մեխանիզմով է ընտրվել Լևոն 14-րդը որպես Հռոմի պապ, որովհետև բազմաթիվ հայեր Հռոմեա կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են եւ ես ակնկալում եմ, որ շատ շուտ կլինի դրա վերաբերյալ պարզում։ Կարա դες բան ասի։ Մեր սա ինչ տարբերություն, եթե ընդ չի կար ասի, ես էլ չի կար ասի, չէ։ Հիմա ինքը սահմանադրությունը դրել է մի կողմ, սահմանադրական կարգ է տապալում, իրան լիազորությունները վերապահե, որը իր իրավասություններից դուրս են, ասենք Գայշնիկ Արմեն կա, որը падգամավոր է, ստանձնել է մեր ժողովրդի այսօր է ինտերվյու տվել հոգևոր առողջացման։ Հիմա ասենք թե ազգային ժողովի որ падգամավորը իրավունք ունի մտածի իմ հոգևոր առողջության խնդիրների մասին։ Բայց շատ համակիրներ գտավ, շատ արագ այս թեմայով իրեն համար համակիրներ գտավ Նիկոլ Փաշինյանը։ Չէ, ինչ համակիրներն է, ոչ մի համակիր չունի, մի կնիկն է մնացել վերնել, էլ ինչ համակիր։ Այսինքն հենց վարձատրվող մարդիկ են, ովքեր անում են ուղղակի հրահանգներ։ Մի փոքր խումբ է մնացել, որ նրա վարկանիշը ռեկորդային ցածր աշխարհին ոչ մի երկրի ղեկավար իր երկրում նման ցածր վարկանիշ չունի, ինչքան Նիկոլ Փաշինյանը հիմա Հայաստանում։ Որևէ լավ բան արել է այս 7 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը։ Այո, ինչքան անհաջող մարդ կա հավաքել է միտեղ, արդեն բոլորին ճանաչում ենք, ինչքան հանցագործ կա, հետեւաբար իշխանությունից հեռացնելուց հետո նրանց հարցերը հեշտ է լուծել։ Դա միակ լավ բանն է, որ նա արել է այս ընթացքում։ Ինչով կեզրափակեիք մեր զրույցը, որ համարեինք, որ ամենակարևոր բաները ասեցինք այսօրվա համար հրատապ։ Ես կարծում եմ, որ այս խնդրի լուծման մենակ մեկ ձև գոյություն ունի, որ ազգային ժողովում падգամավորները մի կողմ դնեն միմյանց նկատմամբ, չգիտեմ, այդ անհիմն բացատրությունները միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքը 1 ժամ շուտ նախաձեռնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց եւ ժողովուրդն էլ դա քննարկման առարկա չդարձնի, ում որ առաջադրեն միասին բոլորս գնանք այդ տեխնացիոնա պաշտպանենք, դուրս գանք փողոց, փորձենք փրկենք մեր երկիրը այս հանցավոր խմբի կեղտոտ այրոնոտ մահաբեր ճիրաններից։ Հակառակ դեպքում մեզ սպասվելու է այն ճակատագիրը, ինչին որ արժանացել են Արցախի մեր հայրենակիցները։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հուսով եմ կառուցողական եզրահանգումներ կլինեն այս խոսքից, որովհետև ավելացնելու թերևս բան չկար արդեն։ Կհանդիպենք մեր հաջորդ հրաժարակից տեսություն։